Այսօր 2026 թվականի հունիսի 7-ն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնակցում են ազգային ժողովի հերթական ընտրություններին։ Վաղ առավոտից Հանրապետությունում ժամը 8-ից բացվել են ընտրատեղամասերը, տեղեկացնեմ, որ Հանրապետությունում գործում է 2005 ընտրատեղամաս, որից 93-ը Տավուշի մարզում։ Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեն 101,695 քաղաքացիներ եւ Տավուշ հեռուստաընկերության նկարանող խմբերը վաղ առավոտից շրջում են Տավուշի մարզի ընտրատեղամասերում։ Մենք այս պահին Դիլիջան քաղաքում ենք, շրջում ենք Դիլիջանի գյուղերում եւ քաղաքի ընտրատեղամասերում, զրուցում մարդկանց հետ, զրուցում ընտրական հանձնաժողովների պատասխանատուների հետ, որպեսզի հասկանանք ընտրական գործընթացի զարգացումների մասին, քաղաքացիների մասնակցության մասին։ Մենք պարբերաբար նաեւ տեղեկացնում ենք, թե ինչ ընթացքում է Տավուշի մարզում ընտրությունները, ուստի հետևեք Տավուշ հեռուստաընկերությանը, որպեսզի առաջինն իմանաք վերջին նորությունները Տավուշից։ Ընտրությունը սկսվել է առավոտյան ժամը 8-ից, որևէ խախտումներ չենք ունեցել, փառք Աստծո։ Ընտրությունը կայացել է ընտրական օրենսգրքի բոլոր դրույթները պահպանելով։ Հանձնաժողովի նիստը սկսել ենք, ժամը 8-ին ընտրատարածքը բացվել է եւ քաղաքացիների հոսքը հենց 8-ից սկսվել են։ Մոտ մի 10-15 հոգի ժամը 8-ից արդեն սկսել է քվեարկությունը։ Մեր ընտրատարածքում նաեւ Դիլիջանի զորամասն է ընտրում, ու այս պահին էլ զորամասի դեռ զինվորները ընտրության ընթացքի մեջ են։ Որևէ խախտում, որևէ դեպք դեռ փառք Աստծո չենք ունեցել, հուսամ չենք էլ ունենա։ Բոլոր դեպքերում մարդիկ իրենց կամքն են արտահայտում, իրենց ցանկացած ուղղության կողմնորոշման վերաբերյալ։ Բնականաբար յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատվություն զգա, թե այն ուղղությունը, որ ինքը ընդունում է, այն հավանությունը, որ ինքը տալիս է, նպաստել է մեր հայրենիքի, մեր երկրի զարգացման։ Ամենայն դեպս ված չէ դրամադրված, մտածելով մեր ազգի իմաստության վրա։ Այս պահին ընտրությունը ընթանում է նորմալ, առանց խախտումների։ Ընտրողները նորմալ ընտրում են, դուրս են գալիս։ Այս պահին ունենք 226 ընտրող։ Ընտրողները շատ նորմալ անցնում են իրանց քվեատով, ընտրում են, դուրս են գալիս։ Ընտրությունը սկսել ենք ժամը 8-ին։ 8-ին ընտրողների հոսքը ավելի շատ էր։ Հիմա այս պահին էլ ընթանում են նորմալ, առանց խախտումների։ Այս ընտրությունները նաև տեղական ու միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են։ Ես տեղեկացնեմ, որ ընտրություններին որպես լրատվամիջոցներ հավատարմագրվել են տեղական 71 լրատվամիջոցներ, իսկ ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնում միջազգային 8 եւ տեղական 19 կազմակերպություն։ Այժմ հնարավորություն ունենք զրուցելու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող քաղաքացիական երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Երիցյանի հետ։ Արփինե, բարև ձեզ, խնդրեմ ներկայացրեք ձեր կազմակերպության դիտորդական առաքելության նպատակը, կարևորությունը, ինչ արդյունքներ եք գրանցել այսօր այս պահին։ Շատ լավ, կարծում եմ քաղաքացիները, երբ խոսքը գնում է դիտորդական առաքելության մասին, ավելի շատ տեղյակ են ընտրական գործընթացների բարեվարկության դիտարկման աշխատանքներին։ ԱԺ 2026 թվականի հերթական ընտրություններին մեր կազմակերպությունը մի փոքր այլ մշտադիտարկում է իրականացնում, մասնավորապես մեզ հետաքրքրել են ընտրական գործընթացներում կանանց եւ երիտասարդների մասնակցությունը մի քանի մակարդակներում։ Քարոզարշավի ընթացքում ուսումնասիրել ենք մրցակցող 18 քաղաքական ուժերի արշավներին, թե որքանով են այդ արշավներում ներգրաված կանայք եւ երիտասարդները, ուսումնասիրվել են նաեւ քաղաքական ծրագրերը, գնահատելու քաղաքական ուժերի կողմից կանանց եւ երիտասարդներին ուղղված ծրագրերի որակը եւ դրանց առկայությունը, եւ մեզ հետաքրքրել է նաեւ կանանց քաղաքական կին տեխնացուների տեսանելիության հետ կապված հարցեր ընտրությունների համատեքստում։ Արդյունքները վերլուծման փուլում են, ընտրություններից հետո կունենանք նախնական արդյունքներ, որ կներկայացնենք, բայց մեզ հետաքրքիր էր որպես կառույց նաեւ բուն քվեարկության օրվա դիտարկումը գնահատելու կին ընտրողների եւ երիտասարդների ընտրական վարքը մի կողմից, եւ քանի որ հանձնաժողովներում, եթե տեղամասային ընտրական հանձնաժողովների մասին ենք խոսում մասնավորապես, մեծ թիվ են կազմում կանայք, նաեւ հետաքրքիր են միջադեպերը կանանց մասնակցության կամ ներգրավվածությամբ, ծածկույց
աշխարհագրական ծածկույթը ներառում է Տավուշ, Վայոց եւ Գեղարքունիք մարզերը, կան շատ նախնական տվյալներ, կանանց մասնակցության վերաբերյալ, իհարկե քանակական ցուցանիշների մասին այս պայն խոսել չեմ կարող։ Մենք լիահույս ենք, որ ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեզ թույլ կտա ընտրողների սեռատարիքային կազմի մասին որոշակի պատկերացում ունենալ, մեզ ավելի հետաքրքիր են մի կողմից կին ընտրողների վարք ընտրական process-ներում, արդյոք ինքնուրույն են գալիս ընտրատեղամաս, թե կա որոշակի ուղղորդում ընտանիքների կամ մերձավորների կողմից եւ արդյոք կան որից է միջադեպեր, որ տեղի են ունենում ինչպես քվեարկության սենյակում, այնպես էլ ընտրատեղամասի տարածքում։ Ցանկությունս այս է, հերիք է ինչքան ահու սարսափի մեջ ժողովուրդը ապրեց։ Այն տարեկան եք։ 90-ից տարեվերջին լռանն է։ Այո, ես դրա համար եկել եմ, որ իմ ձայնը տամ ու պահանջեմ, որ ժողովուրդ ջան, ընտրեք, ճիշտ ընտրեք, որպեսզի մենք խաղաղ քնով ապրենք, ու իմ զավակնին, իմ թորներն, իմ ծորները հանգիստ լինեն, ես ինչա կատարվում։ Հանուն աղքավության, հանուն ամենիքին, թե ամենիքներ ապահովում է, սնունդը, աղքատությունը մերացել է, շատ դրամ, օրինակ իմ երեխաները շատ դրամ տրամադրված է դրա։ Սիրելի քաղաքացիներ, մենք Դիլիջան համայնքում ենք, շրջեցինք Դիլիջան քաղաքի ընտրատեղամասերում, նաև Դիլիջան համայնքի գյուղական բնակավայրերում, այժմ գտնվում ենք Հաղարծին բնակավայրի 38.13 ընտրատեղամասում, Հաղարծում 2 ընտրատեղամաս է գործում։ Շրջելով մենք մեր դիտարկմամբ ընտրությունները ընթանում են ակտիվորեն, քաղաքացիները ակտիվորեն քվեարկում են, մասնակցության ցուցանիշները այս պայծրությամբ գնահատվում է բավարար եւ նաեւ զրուցելով բնակիչների հետ, քաղաքացիների հետ, նաեւ ընտրատեղամասերի հանձնաժողովների հետ, նրանք գնահատում են մասնակցությունը բավարար եւ ընտրությունները շարունակվելու են մինչեւ 20:00-ն մենք շարունակում ենք հետևել ընտրական գործընթացի զարգացումներին, սպասեք մեզ ձեր համայնքներում, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։